Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգ» սերիալում Աննայի նախաձեռնությամբ տեղի է ունենում բախում, որ վաղ թե ուշ անխուսափելի էր։ Միքայելը հայտնվում է հիվանդանոցում։ Խոսակցությունը, ինչպես եւ սպասվում էր, վերածվում է մեղադրանքների ու անզիջում հակասությունների։ Աննան հստակ ասում է, հենց Միքայելի անպատժելիության զգացողությունն է, որ դարձել է այս բոլոր տարիների ողբերգության սկիզբն ու հիմքը։ Բայց Միքայելը այդ բոլոր խոսքերին ի պատասխան ոչ միայն չի զղջում, այլ խոստովանում է, որ իր քայլերը անհրաժեշտ են եղել։ Ավելի սուր ու սարսափեցնող է նրա վերջակետը, զգուշացումը, որ ամեն ինչ դեռ առջևում է, իսկ վերջը կարող է լինել ավելի մութ, քան նրանք պատկերացնում են։ Նույն ժամերին Արամը, մոր մեջ ինչ-որ լուսավորություն գտնելու վերջին հույսով, փորձում է համոզել Լիլիթին բուժում ընդունել։ Սկզբում թվում է, թե Լիլիթը համաձայնում է, բայց ճանապարհին մեքենայում նա սկսում է կասկածել։ Մի ակնթարթում նրա խելագարությունն ուժ գնանում է, նա գիտակցում է, որ իրեն տանելու են փակ հաստատություն ու ներսում բարձրանում է մոլագարության ալիքը։ Լիլիթը փախչում է մեքենայից, մթության մեջ գտնում է իր միակ դաշնակցին՝ Միքայելին։ Միքայելի աշխատավայրում Լիլիթը ներկայացնում է իր առաջարկը՝ փոխանակել Սոսի կյանքը ապաստանի հետ։ Միքայելը սառնասրտորեն գնահատելով իրավիճակը, ընդունում է, որ Սոսի գոյությունը իր համար արժեք չունի, բայց նա չի համաձայնում սպանությանը, պատճառաբանելով, որ Հենրին կարիք ունի հորից մարդկային կողմ տեսնելու։ Եվ նույնիսկ այդպես նա որոշում է աջակցել Լիլիթին, նրան ապահովելով ժամանակավոր թաքցոց։ Մինչ այդ, ավագի տան պատերը կրում են լռության փոխված լարումը։ Նրա խանդը թաքցնել չի լինում, նա բացահայտ վիրավորվում է, որ Անգելինան դժվարության պահին դիմել է Սոսին։ Այդ խանդը վերածվում է ցասման, նա վիրավորում է Սոսին ու կտրուկ պահանջում, որ դուստրը հեռանա տնից։ Բայց Անգելինան, չնայած այս հարվածին, մնում է ամուր ու չի հեռանում։ Նա այս պահին գիտի, որ բոլոր ճանապարհները խաչվում են այնտեղ, որտեղ ինքը պետք է պաշտպանի ոչ միայն իրեն, այլ նաև իր դեռ չծնված երեխային։ Անցնում են օրեր։ Անգելինան գնում է հիվանդանոց Աննայի մոտ։ Նրանց սպասվում է կարևոր բացահայտում, նա իմանում է երեխայի սեռը։ Լրանում է հղիության կարևորագույն փուլը, իսկ դրա ֆոնին մոտենում է Անգելինայի ծննդյան տարեդարձը։ Տոնակատարությունը կազմակերպվում է ռեստորանում, հարազատների ներկայությամբ, բացի մեկից՝ Հենրիից։ Նրա բացակայությունը խորը ցավ է պատճառում Անգելինային։ Ծննդյան օրը, որը պիտի լիներ հույսի օր, դառնում է ներսում ոտսկլտացող խառը զգացումների ժամանակ։ Եվ ահա այն պահը, երբ նա դուրս է գալիս ռեստորանի բակ, մի փոքր հանգստանալու ու օդ շնչելու, մի մեքենա է կանգնում։ Մեքենայի ղեկին Միքայելն է։ Նրա տեսքը միաժամանակ տարօրինակ եւ սպասված։ Նա փորձում է վերահսկել իրավիճակը, պահանջելով, որ Անգելինան նստի մեքենան։ Նրա նպատակն է ստիպել նրան գնալ Հենրիի մոտ խաղաղություն հաստատելու համար, բայց նրա ներսում վերապրում են բոլորովին այլ շարժառիթներ։ Նա չի թողնում իր վերահսկողության թելը կտրվի։ Մինչ Անգելինան կանգնած է մեքենայի դռան առաջ, ներքին կռիվը նրա ներսում հասնում է ամենավճռական կետին։ Գնալ Հենրիի մոտ ստիպված կերպով, թե վերջապես սեփական որոշում կայացնել անկախ ճնշումներից։ Այժմ որոշումը միայն Անգելինային է, եւ հենց այդ պահին որոշվում է նաև ապագան։ Իդեպ, նշենք, որ այսօր կայացել է վերջին սերիայի նկարահանումները, իսկ Մերի կերպարը մարմնավորող Աիդա Կարապետյան ավարտել է իր նկարահանումները։ Հարգելի հետևորդներ, արդյոք Անգելինան կնստի մեքենան ու կգնա Հենրիի մոտ։ Գրեք մեկնաբանություն։ Լավ կհանգստանաս, բայց ոչ մի ձև քեզ ներողություն չեմ տալու։ Տեղը տասա։ Առավոտյան արթնացել եմ 8-ին։ Գնացել եմ մազերի մեյքափի, հետո եկել եմ նկարահանման։ Առավոտից մինչև այս պահը ոչ մի րոպե կաբլուկներս չեմ հանել։ Եթե ձեր հարսանիքին դուք հնարավորություն ունեք նստեք, կանգնեք, դուք որոշեք ինչ անեք, այստեղ չկա այդ հնարավորությունը, դուք անում եք պարտադրված այն, ինչ որ ձեզ ասում են, եւ առհասարակ մեր աշխատանքը շատ բարդ է։ Չեմ ուզում, որ խաբնվեք այդ ուրախ նկարներին։ Մեջքիս ցավից մահանում եմ ու մահու չափ սոված եմ։
Ինչպես հասկացել եք, վերջի զանգը շատ լավ անակնկալ ունի իր սիրելի հետևորդների համար։ Մենք աշխատում ենք։ Մենք հարսանիքի սեղանին նստած ենք, մամաս ասանք է, ասաց սպաս ասանք է, համեմ բեր։ Ես գիշերվա կեսնի որտեղ եմ համեմ ճարեմ, մեկ է տեսնում եմ, ես առեմ այս ամենին չդնել եմ կլաչիս մեջ։ Չէ, սալֆետի մեջ փաթաթ։ Պետք է ռեզին գցել, բայց տենց են, չէ՞ վաճառում։ Հարսանիքի սեղանից համեմ, շնորհակալություն ռոբջան։ Ինչ է թարքուն տարեկան։ Դու խոշտի։ Շիկինոլայի համար քշուշ։ Գեղեցիկ անակնկալ, այսօրվանից Աննան ունի 2 աղջիկ, իսկ մեր գեղեցկուի հարսիկը ունի 2 մայրտուր։ Կներես պապ, բայց պիտի դիմանաս, որ նորմալ մշակ եմ։ Արա, անելիքը տարա, դու ինձ կներես օրես վիճակով դիմացակ նստած եմ, հերիք չի ստիպված ես վերքերս մշակել։ Պապ, ես ստիպված ոչ մի բան չեմ անում։ Մի ընտանիք ենք բայելով պիտի անեմ։ Ով։ Ոնց ես։ Հղի եք, ասեք հղի ենք։ Էս ինչ մի ներկայացում եք խաղում։ Իբր չգիտենք, հա ինչն է ձեր կտրուկ որոշումների պատճառը։ Հարցեր եք տալիս հեռուստասերիալից, արդյոք մենք վերջում միասին ենք լինելու, անկեղծ չգիտեմ, իսկապես չգիտեմ ավարտը, մենք անգամ ընթացքը չգիտենք, բայց ըստ իմ լոգիկայի, ես որպես հեռուստադիտող, կարծում եմ, որ այո, շատ դժվարությունների միջով ենք անցնում, բայց եթե ուղիղ համեմատականներ տանենք իրականության հետ, ապա չէ, միասին չպիտի լինենք, որովհետև եզակի դեպքեր են, երբ իրապես հաղթում է սերը ու ամեն ինչ լավ է լինում։ Իհարկե քուր ու եղբոր հետ կապված չէ, բայց սիրելու հետ կապված է։ Ունեմ վառ օրինակներ, որ չէ, իրականում սերը չի հաղթում։ Մենք կլինենք լավատես այս պրոյեկտում եւ կմտածենք, որ սերը հաղթելու է։ Փոքրիկ անդրադարձանել ձեր լավ մեկնաբանություններին, լավ խոսքերին։ Իսկապես դուք ինձ ողջևորում եք, ուժ եք տալիս։ Այն մարդը, ով ինչ որ գործ անում, դա կապ չունի ինչ գործ է, ու ֆիդբեք չի ստանում, չի ուզում աշխատի, մոտիվացիա չի ունենում աշխատելու։ Մի դեպք պատմեմ, նստել էի տաքսի, վարորդը եկել ստացի ռեակցիա բուրըն, վայ, Անգելինա 40 տարեկան մի մարդ։ Ելինը ճանաչում խոսում ենք սիրով լավ, բայց այդքան բուրըն ռեակցիա, Անգելինա, դու ես Ռոզա ջան, չեմ հավատում, sense դողացող ձեռքերով, ուրախ ու ես այդ ամեն ինչից իմ սիրտը լցվել էր։ Ես չէի հավատում, որ այդ իմ հետ է կատարվում, այդ մարդը չէր հավատում, որ ինձ է տեսել, ես էլ մտածում էի, ոնց կարա այս բուրըն ռեակցիան իմ մասին լինի։ Ես ուրեմն հասել եմ ինչ-որ կետի, զանգեց իր մամային ու իր մաման շատ ուղիղ համեմատական գծեր տանելով, ասաց, որ Էնդար Ֆրունզիկ Մկրտչյանին եւ այդ ժամանակաշրջանի